Վերջին տարիներին Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ հակամարտությունները այլևս չեն սահմանափակվում միայն ռազմական կամ դիվանագիտական հարթակներով։ Դրանց կողքին ավելի ու ավելի մեծ դեր է ստանում տեղեկատվական և գաղափարական ճնշումը, որի թիրախը հասարակությունների ընկալումներն են, պատմական հիշողությունը և ինքնության գիտակցումը։ Այս համատեքստում հատկապես ուշագրավ են Ադրբեջանի տարբեր պաշտոնական և կիսապաշտոնական շրջանակներից հնչող հայտարարությունները, որոնք ներկայացվում են որպես խաղաղասիրական, սակայն իրենց բովանդակությամբ հաճախ պարունակում են խորքային քաղաքական ուղերձներ։ Դրանք ուղղված չէին միայն արտաքին լսարանին, այլ նաև ուղղակիորեն հայկական հասարակությանը։ Վերջին շրջանում նկատվում է միտում, երբ ադրբեջանական քաղաքական գործիչները, փորձագետներն ու падգամավորները խոսում են ոչ թե պարզապես տարածքային կամ իրավական հարցերի մասին, այլ անդրադառնում են հասարակությունների գիտակցությանը, ընկալումներին և պատմական պատկերացումներին։ Այս հայտարարություններում հաճախ օգտագործվում է այն թեզը, որ տարածաշրջանում ձևավորված իրականությունը պետք է ընդունելի դառնա նաև հայկական հասարակության համար։ Նման ձևակերպումները ներկայացվում են իբրև խաղաղության նախապայման, սակայն փորձագետների մի մասը դա գնահատում է որպես գաղափարական ճնշման փորձ։ Այստեղ կարևոր է հասկանալ, որ խոսքը չի վերաբերում միայն քաղաքական համաձայնագրերին կամ սահմանների հարցին, խոսքը վերաբերվում է այն բանին, թե ինչպես է հասարակությունը ընկալում ինքն իրեն, իր պատմությունը և իր տեղը տարածաշրջանում։ Քաղաքագիտական և տեղեկատվական անվտանգության տեսանկյունից գիտակցության փոփոխություն հասկացությունը ունի կոնկրետ նշանակություն։ Այն ներառում է երկարաժամկետ գործընթացներ, որոնց միջոցով փորձ է արվում ազդել հասարակության արժեքային համակարգի վրա։ Դա կարող է արտահայտվել պատմական իրադարձությունների վերաիմաստավորմամբ, պետության և հաղթանակի մասին խոսույթի փոփոխությամբ, ինքնության թուլացմամբ կամ վերաիմաստավորմամբ, պատասխանատվության տեղափոխման հասարակության ներս։ Փորձագետները նշում են, որ նման մեթոդները հաճախ կիրառվում են ոչ թե անմիջապես, այլ փուլային ձևով, տեղեկատվական միջավայրի, քաղաքական հայտարարությունների և ներքին գործընթացների համադրությամբ։ Վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական մի շարք պաշտոնյաներ հանդես են եկել հայտարարություններով, որոնցում շեշտվում է, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը պետք է ընդունվի որպես վերջնական իրականություն։ Այս ուղերձները հաճախ ուղեկցվում են խաղաղության մասին հայտարարություններով, սակայն դրանց ներքո առկա է հստակ ուժային դիրքորոշում։ Լուրային հոսքում այս հայտարարությունները ներկայացվում են որպես արտաքին քաղաքական ուղերձներ, սակայն դրանց բառապաշարը հաճախ ուղղված է հենց հայկական հասարակությանը։ Դա ցույց է տալիս, որ տեղեկատվական դաշտը դիտարկվում է որպես կարևոր ռազմավարական ուղղություն։ Վերլուծաբանների մի մասը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ արտաքին տեղեկատվական ճնշումը առավել արդյունավետ է դառնում այն ժամանակ, երբ այն համընկնում է ներքին քաղաքական ու սոցիալական ճգնաժամերի հետ։ Հասարակության հոգնածությունը, անվստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ, ինչպես նաև երկարատև անորոշությունը կարող են նպաստել արտաքին ուղերձների ներթափանցմանը։ Այդ պատճառով տեղեկատվական անվտանգությունը դիտարկվում է ոչ միայն որպես արտաքին քաղաքական, այլ նաև որպես ներքին կառավարման խնդիր։ Ժամանակակից աշխարհում պատերազմները հաճախ չեն սկսվում առաջին կրակոցով, դրանք սկսվում են բառապաշարից, թեզերից և օրակարգերից, երբ հասարակությանը երկար ժամանակ ներկայացվում է, որ որոշ հարցեր այլընտրանք չունեն կամ որ որոշ արժեքներ հնացած են, դա աստիճանաբար ձևավորում է նոր ընկալումներ։ Այս գործընթացը կարող է տևել ամիսներ կամ տարիներ, և հենց այս պատճառով այն հաճախ անտեսվում է կամ թերագնահատվում համեմատած ռազմական կամ տնտեսական սպառնալիքների հետ։ Այսպիսով, տարածաշրջանային զարգացումների ներկայիս փուլում ակնհայտ է, որ տեղեկատվական և գաղափարական գործոնները դառնում են նույնքան կարևոր, որքան ռազմական և դիվանագիտական գործընթացները։ Ադրբեջանից հնչող հայտարարությունները, անկախ դրանից ձևակերպումները ցույց են տալիս, որ պայքարը տեղափոխվում է նաև ընկալումների և ինքնության դաշտ։ Տեղեկատվական և գաղափարական ճնշման գործիքակազմը նոր չէ, այն կիրառվել է տարբեր տարածաշրջաններում, տարբեր նպատակներով, սակայն միշտ նույն տրամաբանությամբ՝ ձևավորել հասարակության ընկալումները այնպես, որ դրանք համապատասխանեն ուժեղ կողմի քաղաքական շահերին։ Այս մեխանիզմները սովորաբար չեն իրականացվում կտրուկ կամ բացահայտ ձևով, դրանք կառուցվում են երկարատև գործընթացների միջոցով, որտեղ յուրաքանչյուր քայլ առանձին միացրած կարող է թվալ ոչ էական, սակայն միասին ձևավորում են համակարգային ազդեցություն։ Փորձագետների գնահատմամբ տեղեկատվական ազդեցությունը իրականացվում է մի քանի հիմնական փուլերով։ Առաջին փուլում շրջանառության մեջ են դրվում նոր ձևակերպումներ և թեզեր։ Դրանք հաճախ ներկայացվում են որպես իրատեսական, ժամանակակից կամ այլընտրանք չունեցող մոտեցումներ։ Այս փուլում հասարակության արձագանքը սովորաբար լինում է խառը, մասամբ դիմադրություն, մասամբ անտարբերություն։ Երրորդ փուլում այդ թեզերը սկսում են կրկնվել տարբեր աղբյուրներով, քաղաքական հայտարարություններում,
փորձագիտական քննարկումներում, մեդիա հրապարակներում, կրկնության արդյունքում դրանք աստիճանաբար ընկալվում են որպես քննարկելի, ոչ թե մերժելի գաղափարներ։ Չորրորդ փուլում ձևավորում է նոր նորմալություն, որտեղ նախկինում անընդունելի համարվող գաղափարները դառնում են քննարկման առարկա, իսկ դիմադրությունը ներկայացնում է որպես ծայրահեղություն կամ անցյալի մնացորդ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման մեխանիզմները կիրառվել են տարբեր հակամարտային գոտիներում։ Որոշ դեպքերում տեղեկատվական ազդեցությունը նախորդել է քաղաքական համաձայնագրերին, իսկ որոշ դեպքերում ուղեկցվել է ռազմական գործողություններով։ Ընդհանուր օրինաչափություն այն է, որ տեղեկատվական ճնշումը առավել արդյունավետ է դառնում այն ժամանակ, երբ հասարակությունը գտնվում է հոգեբանական և սոցիալական լարվածության մեջ։ Այդ պայմաններում մարդիկ ավելի հակված են ընդունել պարզեցված բացատրություններ և պատրաստի լուծումներ։ Լուրային տեսանկյունից կարևոր է արձանագրել, որ ադրբեջանական կողմի վերջին հայտարարությունները չեն սահմանափակվում միայն արտաքին քաղաքական ուղերձներով, դրանք ուղեկցվում են բառապաշարով, որը ուղղված է արժեքների և ինքնության ընկալման փոփոխությանը։ Այս մոտեցումը ներկայացվում է որպես խաղաղության հաստատման գործընթացի մաս, սակայն վերլուծաբանները զգուշացնում են, որ նման ձևակերպումները կարող են ունենալ երկարաժամկետ հետևանքներ հասարակական գիտակցության վրա։ Տեղեկատվական անվտանգությունը միայն արտաքին գործոնների դեմ պայքարը չէ, այն պահանջում է ներքին ինստիտուցիոնալ ամրություն, մեդիա գրագիտություն և հասարակական երկխոսություն։ Եթե հասարակությունը ունի հստակ պատկերացում իր պետության, ինքնության և ապագայի վերաբերյալ, արտաքին տեղեկատվական ճնշումը դառնում է զգալիորեն պակաս արդյունավետ։ Այս համատեքստում կրթությունը, անկախ մեդիան և մասնագիտական վերլուծությունը դառնում են առանցքային գործոններ։ Ժամանակակից աշխարհում անվտանգության հարցը վաղուց դուրս է եկել զուտ ռազմական կամ սահմանային շրջանակներից, այն ներառում է տեղեկատվական դաշտը, հանրային խոսք և հասարակության ինքնանկալումը։ Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ ինքնության և պատմական հիշողության հարցերը դառնում են քաղաքական պայքարի կարևոր բաղադրիչ։ Այս պայքարը հաճախ իրականացվում է առանց բացահայտ ճնշման, խոսքերի, ձևակերպումների և օրակարգերի միջոցով։ Լուրային դիտարկումները և փորձագիտական գնահատականները վկայում են, որ նման գործընթացները պահանջում են սթափ վերլուծություն և համակարգային մոտեցում։ Խնդիրը ոչ թե հուզական արձագանք է, այլ իրողությունների գիտակցված գնահատում։ Ինքնության պահպանումը չի նշանակում փակվել արտաքին աշխարհի առաջ, այն նշանակում է ունենալ հստակ արժեքային հիմք, որի վրա կարելի է կառուցել երկխոսություն, քաղաքականություն և ապագայի տեսլական։ Այս համատեքստում հասարակության տեղեկացվածությունը, մեդիայի պատասխանատվությունը և պետական ինստիտուտների կայունությունը դառնում են առանցքային գործոններ։ Առանց դրանց ցանկացած տեղեկատվական ճնշում կարող է ունենալ ավելի մեծ ազդեցություն, քան նախատեսվում է։ Վերջիվերջո, պատմությունը ցույց է տալիս, որ հասարակությունները, որոնք գիտակցում են իրենց ինքնություն և անցյալի փորձը, ավելի դիմացկուն են արտաքին ազդեցությունների նկատմամբ, իսկ դիմադրողականությունը ժամանակակից աշխարհում նույնքան կարևոր է, որքան ցանկացած այլ անվտանգության բաղադրիչ։